Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք։ Հայերին վիրավորած ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Պավել Դուրովի նկատմամբ։ Ինչու Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Վլադիմիր Պուտինը զանգահարեց Ալիևին։ Հայկական դլեի ամանը հնչել է Վարշավայում անցկացվող Պյոսենկա պրեմիեր փառատոնի բեմից։ Քրեական գործ է հարուցվել հայերին վիրավորած ռուս բլոգեր Նադեժդա Պիրաշկովայի նկատմամբ։ Այդ մասին ոտտակի հարցմանի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։ Վարդավառի օրը բլոգերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ վիրավորել էր հայերին, ինչն առաջացրել էր թե հայերի, թե ռուսական համայնքի մի մասի դժգոհությունը։ Քրեական գործը հարուցվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով համացանցի օգտագործման պատելություն եւ խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար, նշված է գերատեսչության պատասխանում։ Այդ հոդվածով նախատեսվում է 1-ից 4 տարի ազատազրկում։ Նախաքննության ընթացքում բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակության վայր ինքնակամ չլքելու արգելքը։ Հայաստանի օրենսդրության համաձայն դա նշանակում է, որ անձը չի կարող առանց քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության լքել իր քաղաքի սահմանները։ Այս պահանջը խախտելու դեպքում կարող է խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվել, ընդհուպ մինչև կալանավորում։ Ռուսաստանը Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը նրան մեղադրում է ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Տելեգրամի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, խմբերն ու բոտերը, որոնք ռուսական կողմի պնդմամբ օգտագործվել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման եւ համակարգման համար։ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի ահաբեկչական գործունեությանն աջակցելու մասին հոդվածով։ Այն նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում, իսկ որոշ դեպքերում ցմահ ազատազրկում։ Հիշեցնենք, որ Դուրովին 2024 թվականի օգոստոսի 24-ին ձերբակալել էին Ֆրանսիայի իշխանությունները, երբ նա մասնավոր ինքնաթիռով Բաքվից ժամանել էր Փարիզ։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։ Դուրովը մեկնաբանել էր իր ձերբակալությունը, շեշտելով, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել դրանց հնարավոր չարաշահման համար։ Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից հետո Վլադիմիր Պուտինը զանգահարեց Իլհամ Ալիևին։ Հայաստանի նկատմամբ ճնշումները կշարունակվեն, թե Ռուսաստանը հետ քայլ կանի։ Այս իրավիճակում ինչ է առաջարկում Եվրամիությունը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։ Կարծում եմ երկու հեռախոսազրույցները իրար հետ ուղիղ կապ չունեն։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը փորձում է որոշակիորեն վերանայումներ իրականացնել Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ, սակայն թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները լրիվ առանձին հարթություններում են գտնվում։ Հայաստանի հետ կապված իրավիճակը բոլորին հայտնի է, այսինքն կան տնտեսական սահմանափակումներ, կա քաղաքական ճնշում, որը շարունակվում է նաև ընտրություններից հետո։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանի հետ հարաբերություններում վերջին 2-3 տարվա ընթացքում տեղի են ունեցել բավական այսպես խնդրահարույց դրվագներ։ Բոլորը հիշում են թերևս Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունը Ադրբեջանում, հիշում են նաև ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչների հետապնդումները Ռուսաստանում։ Դրանից հետո տեղի ունեցավ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը բավական լուրջ քաղաքական սկանդալ դարձավ։ Եվ ընդամենը ամիսներ առաջ կողմերը համաձայնության եկան, որ օդանավի հետ կապված միջադեպը պետք է հարթել, եւ այստեղ բավական կարևոր է ընդգծել, որ միջադեպի հարթումը տեղի ունենում ադրբեջանական պայմաններով։ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի, պետք է փոխհատուցում տրամադրի եւ փաստացի ի վերջո հասավ իր նպատակներին եւ ռուսական կողմը գնաց զիջումների այս հարցով, թեև Պուտինը ժամանակին այսպես ամեն կերպ խուսափում էր որևէ զիջում կատարելուց Ադրբեջանին, առնվազն հրապարակային դաշտում։ Այսօր երկու երկրները դեռևս շարունակում են համագործակցության երկխոսության ձևաչափը Ադրբեջանը եւ Ռուսաստանը, սակայն ակնհայտ է նաեւ, որ կա որոշակի անվստահություն միմյանց նկատմամբ եւ հարաբերությունները փորձ է արվում կառուցել հիմնականում պրագմատիզմի շրջանակում, այսինքն կան ոլորտներ, որոնց հետ կապված երկու կողմերն էլ հետաքրքրված են, դա էներգետիկան է, առևտուրն է եւ կողմերը պատրաստ են համագործակցել
այս ուղղությամբ։ Կրեմլի հաղորդագրության մեջ հանրաքվեի անցկացման շեշտադրումն արդյոք նշանակում է, որ Ռուսաստանն այս առումով հետքայլ չի պատրաստվում անել, այս առումով ինչ զարգացումների սպասել։ Այստեղ կա մոտեցումների տարբերություն, ակնհայտ է, որ ռուսական կողմը պատրաստ չէ հետքայլ կատարել, ավելին հեռախոսազրույցից 2 օր առաջ ռուսական կողմը նոր սահմանափակումներ կիրառեց, խոսքը վերաբերում է հայաստանյան ծագման կաթնամթերքին, ինչը եւս մեկ ազդակ է, որ ռուսական կողմը այսպես վճռական է տրամադրված այս հարցում։ Թե որքանով է արդյունավետ այս քաղաքականությունը, դա հարցի այլ կողմն է, որովհետև մի կողմից սա թեև հարուցում է, ստեղծում է որոշակի խնդիրներ Հայաստանի տնտեսվարողների համար, բնականաբար տնտեսական հետևանքներ է ունենում Հայաստանի համար, այնուամենայնիվ մի կողմից նաև նման քայլերը սնուցում են հակառուսական տրամադրությունները Հայաստանում, միևնույն ժամանակ սա նաև բավական այսպես հարկադրված ազդակ է Հայաստանի համար, որպեսզի առավել ակտիվ քայլեր ձեռնարկի նոր շուկաներ փնտրելու ուղղությամբ, ճիշտ է, որոշակի դժվարություններ կան նոր շուկաներ գտնելու, այնտեղ մուտք ստանալու հետ կապված, սակայն այդ գործընթացին առնվազն մենք ականատես ենք լինում որոշակի դժվարություններով, սակայն Հայաստանը շարժվում է այդ ճանապարհով։ Հետևաբար, եթե այս իրավիճակը պահպանվի, առնվազն եւ շարունակվի ամիսներ կամ տարիներ, բնականաբար ռուսական շուկայից հայկական տնտեսության կախվածությունը ծանր գնով, սակայն այդ կախվածությունը կնվազի էականորեն եւ հետեւաբար հարց է առաջանում լեգիտիմ, արդյոք դա բխում է Ռուսաստանի շահերից, թե ոչ, որովհետև նման գործիքակազմերի օգտագործումը պետք է բավական խելամիտ, տնտեսական գործիքակազմի կիրառումը պետք է բավական խելամիտ լինի, որովհետև չափից այսպես չարաշահելու դեպքում այդ գործիքը դու կարող ես պարզապես զրկվել այդ գործիքից, հետեւաբար այսօր երկկողմ հարաբերություններում որոշակի բարդ իրավիճակ է, այնուամենայնիվ պետք է նաև արձանագրեմ, որ այս հանրաքվեի թեման կարծում եմ այդ հարցերի հարցը չէ, սա ընդհանրապես պատրվակ է, սա ընդհանրապես ճնշման միջոց է, որովհետև ռուսական կողմի համար այստեղ կան շատ առավել առանցքային հարցեր, որոնք այսպես օդում կախված են։ Խոսքը վերաբերում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցին եւ դրա հետ կապված ռուսական կողմը պարբերաբար ցանկություն է հայտնել, որ պատրաստ են համագործակցել, առաջարկ են ներկայացրել հայկական կողմին, սակայն ինչպես հայտնի է, Երևանը բանակցում է բացի Ռուսաստանից նաեւ այլ երկրների հետ, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ։ Եվ երկրորդ բաղադրիչը հայկական երկաթուղիների ճակատագիրն է, որը եւս օդից կախված է։ Հայկական կողմը պարբերաբար հանդես է եկել հայտարարությունները, որ անհրաժեշտ է ներդրումներ կատարել, անհրաժեշտ է Թուրքիային եւ Նախիջևանին կապող հատվածները վերանորոգել, սակայն հարավկովկասյան երկաթուղիները ռուսական ընկերություն, որին պատկանում է հայկական երկաթուղիների կոնցեսիոն իրավունքը, կարծես թե պատրաստական չէ ներդրումներ անել, ավելին Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ դա տնտեսապես նպատակահարմար կամ շահավետ չէ ռուսական կողմի համար։ Իսկ TTIP-ի շուրջ զարգացումներն ինչ դերակատարում ունեն այս գործընթացներում։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է նաև, որ ցանկանում է TTIP-ին եւս մասնակցել, սակայն այստեղ կա եւ իրավական հարց եւ քաղաքական հարց։ Առաջինը իրավական հարթության մեջ մեղրի խորհրդային շրջանում մեղրիով անցել է երկաթգիծ, սակայն 2000-ականներին այդ երկաթգիծ ուղղակի քանդվել է եւ այն պահին, երբ Հայաստանը եւ ռուսական ընկերությունը ստորագրում էին այդ կոնցեսիոն պայմանագիրը, այդտեղ երկաթգիծ գոյություն չուներ եւ հետեւաբար մեղրի երկաթգիծը չի գտնվում ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման իրավունքի շրջանակում։ Ուստի նոր կառուցվող երկաթգիծը չի կարող գտնվել հարավկովկասյան երկաթուղիների վերահսկողության տակ, դա արդեն գտնվելու է այդ նոր ստեղծվելիք ընկերության վերահսկողության ներքո, որտեղ բաժնեմասեր են ունենալու թե Հայաստանը, թե Միացյալ Նահանգները։ Ռուսաստանի ճնշումներն արդյոք կարող են խթան դառնալ, որպեսզի Հայաստանի եվրոինտեգրման process-ն արագացվի։ Ինչ քայլեր սպասել այս առումով Եվրամիությունից։ Կարծում եմ արագացված ընթացակարգի մասին խոսելը դեռ տեղին չէ։ Առավելագույնը, որ Հայաստանը կարող է ակնկալել Եվրամիությունից, դա որոշակի արտոնյալ պայմաններն է, արտոնյալ աջակցությունն է եվրոինտեգրման ճանապարհին, որովհետև եթե դիտարկում ենք նաև ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած մյուս երկրների փորձը, ըստ էության միայն Ուկրաինայի դեպքում է որոշակի քննարկում, դեռևս քննարկում ընթորում արագացված անդամակցության հարցը, սակայն դա էլ չի հաստատվել, որովհետև որոշ երկրներ ունեն որոշակի առարկություններ։
Զապարոժիեն Ուկրաինայի առաջնագծին մոտ գտնվող քաղաք է։ Այնտեղ ռուսական բանակը գրեթե ամեն օր հարձակումներ է իրականացնում։ Վերջին շրջանում ավելի հաճախ օգտագործելով կառավարվող ավիառումբեր։ Իսկ ամռան սկզբից Ռուսաստանն ուժեղացրել է նաև քաղաքի բենզալացակայանների վրա հարվածները, փորձելով տեղի բնակիչներին զրկել վառելիքից։ Ավելի մանրամասն Եվա Միրոնովայի ռեպորտաժում։ Ռուսական ավիառումբի հարվածից շարքից դուրս է եկել Զապարոժիի եւս մեկ բենզալցակայան։ Այստեղ ավտոմեքենայի վարորդը այրվել է։ Պայթունի պահին նա գտնվել է հարվածի էպիկենտրոնին չափազանց մոտ։ Շատ ուժեղ պայթուն էր։ Մեր տան մուտքի դուռը պոկվել ընկել էր ներս։ Մենք այստեղ շատ մոտ ենք ապրում։ Պայթունները հնչեցին մոտավորապես ժամը 10:30-ին։ Մինչ այդ տելեգրամով հետևում էի, թե ռումբերն ուր են թռչում։ Այդ պահին արդեն թաքնվել էի տան մի անկյունում։ Լսեցի առաջին պայթունը մոտ 30 վայրկյան անց երկրորդը։ Ավերված բենզալցակայանը մասնակիորեն պաշտպանված էր ցանցարկղներով, մետաղական հատուկ կառույցներով, որոնք սովորաբար լցվում են քարերով։ Դրանք մեղմում են պայթունի հարվածային ալիքը եւ հենց դրանց շնորհիվ բենզալցակայանը պահպանվել է։ Դրա համար էլ փորձում ենք հենց այս բենզալցակայանում լիցքավորել, որովհետեւ այստեղ ավելի անվտանգ է։ Ցանցեր կան։ Իհարկե դրանք լիարժեք պաշտպանություն չեն ապահովում, բայց գոնե ինչ-որ չափով պաշտպանում են։ FPV դրոններից կարելի է որոշ չափով պաշտպանվել։ Ապաստարան էլ կա։ Մենք Կուշուգումում ենք ապրում։ Այնտեղ էլ վիճակը հեշտ չէ։ Զապարոժիեի բնակիչների համար այսօր մեկ այլ խնդիր են հաճախակի եւ երկարատև օդային տագնապները, որոնց ընթացքում բենզալցակայանները չեն աշխատում։ Վառելիքի բիզնեսի ներկայացուցիչները նման աշխատանքային ռեժիմի են անցել ռուսական հարձակումների պատճառով։ Մենք տեսնում եք տեղակայմամբ շատ մոտ ենք։ Հիմա դեռ 15 կիլոմետր հեռավորության վրա վտանգի գոտին դեղին է։ Հենց իրավիճակը փոխվում է, անմիջապես փակում ենք ու հեռանում։ Զապարոժիեի որոշ բենզալցակայանների աշխատակիցներ օգտվում են հատուկ ծրագրի, որը հնարավորություն է տալիս հետևել օդային սպառնալիքներին։ Ֆլուգերը հատուկ ծրագիր է։ Այն ներբեռնվում է հեռախոսում եւ դուք տեսնում եք անօդաչու թռչող սարքերի սպառնալիքը ձեր շուրջը որոշակի շարավղով։ Հաճախակի գնդակոծությունների եւ երկարատև օդային տագնապների պատճառով վարորդներն արդեն մտածում են վառելիքի պաշար ստեղծելու մասին։ Ամբողջ կյանքի համար, ինչպես ասում են, վառելիք չես պաշարի, բայց կարծում եմ դրա մեջ իմաստ կա։ Անցյալ շաբաթ, օրինակ, մեքենայով գնում էի առափնյա ճանապարհով, իսկ բենզինս գրեթե վերջացել էր։ Մտնում եմ առաջին պատած բենզալցակայանը, ասում են՝ օդային տագնապ է, չենք աշխատում։ Գնում եմ երկրորդը, նույն պատասխանը, իսկ իմ մեքենան արդեն համարյա կանգնելու վրա էր։ Երրորդ բենզալցակայանում արդեն ասացի՝ եկեք մի բան մտածենք, որովհետև հիմա պարզապես ճանապարհին կմնամ։ Աշխատակիցը դուրս եկավ ու ասաց՝ լավ, արի կլիցքավորեմ։ Լինում են իրավիճակներ, երբ արդեն ընտրելու հնարավորություն պարզապես չկա։ Զապարոժիեի ոչ բոլոր բենզալցակայաններն են հասցրել պաշտպանել հակադրոնային ցանցերով։ Դմիտրին պատմում է, որ ապրում է վերջերս հրթիռակոծված բենզալցակայանի հարևանությամբ։ Նրա կարծիքով այսօր ամենակարևոր հարցն է, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վնասված բենզալցակայանները։ Ես ուզում եմ ասել, որ դրանք պետք է հնարավորինս արագ վերականգնեն։ Հասկանալի է, որ թշնամին շարունակում է հարվածել, բայց բենզալցակայանները պետք է արագ վերագործարկվեն, որպեսզի մարդկանց համար տեղաշարժվելն ավելի հեշտ լինի։ Մարզի ղեկավարը հաստատում է, հիմնական խնդիրը գնդակոծված բենզալցակայանների օպերատիվ վերականգնումն է։ Այսպիսով մեր խնդիրն այն բենզալցակայանները, որոնց վրա թշնամին հարվածներ է հասցնում, հնարավորինս արագ վերականգնել, որպեսզի դրանք շարունակեն աշխատել։ Ինչու՞։ Որովհետև շարժական բենզալցակայանները մեր բնակիչների համար ավելի քիչ հարմար եւ ավելի քիչ արդյունավետ կլինեն։ Բայց այո, նման ծրագիր մշակված է, այն կա։ Մենք արդեն բազմիցս քննարկել ենք այն բենզալցակայանների օպերատորների հետ։ Զապարոժիեի վարորդները կարևոր են համարում բենզալցակայանների պաշտպանությունը, սակայն շարունակում են օգտվել նաև այն կայաններից, որոնք դեռևս պաշտպանված չեն։ Այո, իհարկե, կարծում եմ դա կօգնի, որովհետև հիմա վտանգավոր է։ Երբ գալիս ես բենզալցակայան, չգիտես երբ կարող է դրոնը հարվածել։ Հատկապես հիմա Զապարոժիեում նաև FPV դրոններ են հասնում։ Այդ պատճառով կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Իհարկե, կաբերից, կառավարվող ավիառումբերից եւ բալիստիկ հարվածներից դա չի պաշտպանի, բայց դրոնների դեմ կարծում եմ դա կարևոր քայլ է մարդկանց անվտանգության համար։ Ամռան սկզբից ռուսական զինված ուժերը ռմբակոծել են մոտ 10 բենզալցակայան Զապարոժիեում եւ Զապարոժիեի շրջանում։ Այս պահին քաղաքի առնվազն 2 ամենավտանգավոր շրջաններում բենզալցակայաններն ու հասարակական տրանսպորտի կանգառները փակված են հակադրոնային պաշտպանիչ ցանցերով։ Վարշավայում անցկացվող Պյոսենկա պրեմիեր փառատոնի բեմից հնչել է հայկական դլեյաման երգը։ Լեհական շոու բիզնեսում արդեն հայտնի հայազգի երգիչ Սարգիս Դավթյանն իր երաժշտությամբ կարողացել է գրավել լեհ հանդիսատեսի սիրտը, միավորելով երկու երկրների մշակույթները։
Վարշավայում անցկացվող արդեն ավանդույթ դարձած Պյոսենկա պրեմիեր փառատոնը, որի բեմում տարիներ շարունակ հանդես են գալիս Լեհաստանի ամենատաղանդավոր երիտասարդ արտիստները, այսօր հյուրընկալում է հայ ազգի երգիչ Սարգիսին, ով կարողացել է նվաճել լեհ հանդիսատեսի սրտերը։ Սարգիս Դավթյանը ծնվել է Հայաստանում, սակայն դեռ մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Լեհաստան։ Այսօր Սարգիսը համարվում է լեհական երաժշտական բեմի ամենահեռանկարային երիտասարդ արտիստներից մեկը։ Իր ստեղծագործություններում նա երբեք չի մոռանում իր արմատների մասին։ Սարգիսի առաջին հեղինակային ալբոմի գոհարներից մեկն է «Դելե Yaman» երգը, որը նրա շնորհիվ այսօր արդեն սիրով ճանաչում եւ գնահատում է նաեւ լեհ հանդիսատեսը։ Ինձ թվում է, որ այդ երգը գլխավոր ժողովրդական երգն է, որ տենց կմտածեմ առաջ տենց երգ, որ երգն է, որ հայկական երգը ներկայացնում եմ, մտածում եմ Դելե Yaman, դրա համար հենց այդ երգը ալբոմիս վրա կա, բայց դա միակ ակցենտը չի։ Նրա կարիերայի իրական բեկումնային պահը եղավ 2026 թվականին Օպոլոյի լեհական երգի ազգային փառատոնում։ Սարգիսը միաժամանակ արժանացավ թե ժյուրիի գլխավոր մրցանակին, թե հանդիսատեսի համակրանք անվանակարգին, ինչը բացառիկ երևույթ է եւ վկայում է նրա արվեստի նկատմամբ ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության բարձր գնահատականի մասին։ Ասում է, որ Լեհաստանում իրեն իսկապես շատ սիրված է զգում։ Ես ինձ շատ լավ եմ զգում Լեհաստանում ու զգում եմ, որ այդ ամեն ինչը ընդունվում է, ինձ թվում է դրա համար, որ ես ոնց որ շատ բնական եմ ու ասում եմ այն ինչ որ սրտից է գալիս ու դրա համար ստացվում է ինձ մոտ։ Ես իրոք սիրված եմ ինձ զգում ստեղ։ Նրա հաղթական Ժեմիա երգը շատ անձնական պատմություն է։ Երկու երկրների մշակույթների միջև ապրելու, ինքնության որոնման եւ այն զգացողության մասին, որ կարելի է ամբողջ սրտով սիրել միաժամանակ երկու հայրենիք։ Սարգիսը մշտապես ընդգծում է, որ ունի երկու հայրենիք՝ Հայաստանը եւ Լեհաստանը։ Այդ երգը ինձ թվում է ամենաշատն էր ինձ ներկայացնում այդ պահին, մեծ փառատոներ եւ մեծ հնարավորություն էր տալի ներկայանալու։ Ես սկսնակ երգիչ եմ Լեհաստանում եւ որ այդ հնարավորությունը ինձ տվեցին, ես մտածում էի, որ երգն է ինձ ամենաշատ մոտիկ ու իմ մասին ամենաշատ խոսում, հենց այդ երգն էր, որտեղ համ լեհ համ հայ մշակույթների մասին էր երգը ու իմ սիրո երկու երկրների հանդեպ ու դրա համար այդ երգը ընտրեցի։ Դալիճում լիքը հայեր կային, միշտ որ համերգներից հայերը գալիս են ու այդ երգի վրա շատ էմոցիոնալ եմ լինում, որովհետև գիտեմ, որ իրանք իմ ցավը գիտեն ու գիտեն ինչ եմ զգում ու նույն բանն ընդեղ էր։ Ես իմ երազանքներն էի կատարում ու շատ ուրախ եմ, որ ստացվեց։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ Վտա Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։